Մի բանի մասն է ուզում խոսել, որ այսօր տեղի ունեցավ եւ նաեւ բացատրել թե ով էր դրա մեղավորը։ Դուք հավանաբար երեք լսել եք մամուլի հաղորդագրությունը քննչական կոմիտեի քրեական գործ հարուցելու վերաբերյալ բռնի տապալման մասով իշխանությունների սահմանադրական կարգի իշխանության զավթման կոչերի, որը հնչեցվել էր Միքայել Աջապահյանի կողմից եւ շատ տրամաբանական էր, որ նրան մեղադրանք է առաջադրվելու եւ նա ձերբակալվելու է, ինչու ոչ նաեւ կալանավորվելու, որը կորոշի նախաքննական մարմինը։ Եվ նա այդ ամենը իմանալով ըստ էության թաքնվել է կամ փախել է դեպի Մայրաթոր, որպեսզի այնտեղ սադրանք տեղի ունենա, որովհետեւ իրավապահ մարմինները չեն կարող այլ կերպ գործել, քան նրան բերման ենթարկել քննչական կոմիտե իր հիմնական բնակության վայրից, բայց եթե նա այնտեղ չէ ու այլ վայրում է, նրան պետք է գտնեն այլ վայրում եւ այդ այլ վայրից բերման ենթարկել։ Նրանք դա իմանալով եւ ոչ միայն նա, այլև այդ եկեղեցական ամբողջ վերնախավը ձեռքի տված հատուկ այդ սադրանքը արել էին, որպեսզի մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրան բերման ենթարկեն հենց Մայրաթորից եւ այդ միջադեպը տեղի ունենա, նրանք թույլ չտան բերման ենթարկել, իրենք էլ մեր իրավապահ մարմիններն էլ իրենց գործը անպայման անան եւ սրա մեղավորը միայն Միքայել Աջապահյանն է